Թևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր, քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն, ամռանը։ Շնորհակալություն, պարոն Կիրակոսյան, չհասցրեցի հարց ու պատասխանի ձևաչափով ձեզանից հետաքրքրվել, կխնդրեմ ամփոփիչ ելույթի ժամանակ անդրադառնալ։ Ես ուզում եմ ձեզանից հետաքրքրվել հայ ռազմագերիների եւ պահվող պատանդ առված անձանց վերաբերյալ հարցի մասին, մասնավորապես մենք տեսել ենք կադրեր, որ Ռուբեն Վարդանյանը ակնհայտորեն խոշտանգված է։ Տեսել ենք կադրեր, որ նրա գլխին երկաթյա ինչ-որ բան են տեղադրել ըստ հասարակական կազմակերպությունների հայտարարությունների եւ տանջել են, ու նաեւ մենք տեսել ենք այն կադրերը, որ Բակո Սահակյանի առաջին ատամնաշարերը կեսով չափ չկան եւ սրանք այն տեսանելի միայն մասն են, որոնք որ վկայում են այն իրողության, որ հայ գերիները խոշտանգվում են Ադրբեջանի բանտում։ Որպես միջազգային ներկայացուցիչ Հայաստանի կողմից ես կխնդրեմ ներկայացնել այն միջազգային հարթակներում ձեր արված աշխատանքը, հատկապես վերջին սրացումների մասով եմ հարցնում, որովհետև ընդհանուր դատավարություն կոչված ֆարսի մասին բոլորիս կարծիքը նույնն է եւ ես ծանոթ եմ նաեւ ձեր տեսակետին, բայց այնուամենայնիվ խոշտանգման մասով դուք ինչ եք արել, հաշվի առնելով, որ իրավիճակը ել ավելի է լարվում եւ մենք ունենք ահազանգեր նաեւ, որ ըստ էության ոչինչ չի արվում եւ նաեւ ունենք հրապարակային խոստովանություններ, որ պետք չէ շատ խոսել այդ մասին, իսկ մենք ինչքան չենք խոսում այդ մասին, հայկական կողմը ինչքան չի խոսում, այնքան խոշտանգումները շարունակվում են։ Եվ ես կուզենայի նաև դուք տեղեկացնեք, թե ինչ տեղեկություն ունեք, արդյոք որևէ մեկի հայտարարությանն է ընդհանրապես հետևում այդ խոշտանգումները, որ անընդհատ ռոպագանդա է արվում, թե պետք չէ խոսել, որ գերիներին ավելի շատ չտանջեն։ Շնորհակալություն։